Իրացնենք մեր ներուժը միասին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։ Այցելեք potential.am, բացահայտեք, հպարտացեք, ոգեշնչվեք։ Իրացնենք մեր ներուժը միասին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։ Այցելեք potential.am, բացահայտեք, հպարտացեք, ոգեշնչվեք։ Լավ, նվերները կան, զարդարանքը կա, հաշակները հաստատ կբավականացնեն։ Ամանորյա զեղչեր Wildberries-ում, մինչև 60%։ Ամանորը անցկացնում ենք միասին, ես և դու, Պեպսին, երգելու ենք անդադար սիրո մասին, ես և դու, Պեպսին, լա-լա-լա-լա-լա-լա-լա, ես ու դու, ես և Պեպսին, դոնը պետք է լինի հենց այսպեսին, ես և դու, Պեպսին։ Զվարճալի, հետաքրքիր, արկածային, միայն Uplay-ի բաժանորդների համար։ Նոյեմբերի 18-ից մեկնարկում է 13 վայրկյան դետեկտիվ կատակերգությունը։ Բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք 13 վայրկյանից և ոչ մի վայրկյան։ Ավելին Uplay.am։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Բարի առավոտ, դեկտեմբերի 15-ին, երկուշաբթի օրով մենք ձեզ ասում ենք բարի լույս, թող օրը իսկապես լինի բարի եւ եւս մեկ աշխատանքային շաբաթ սկսում ենք միասին։ Այո, ինչպես տեսնում եք, արդեն տոնական տաղավարից միասին գեղեցիկ տոնական ամբողջությամբ ամանորյա շնչով լի տաղավարից ձեզ ասում ենք բարի լույս։ Ու ինչպես տեսնում ես, Անահիտ, այո, ամանորյա զարդարանքը հասավ նաեւ մեր տաղավար եւ կարող ենք ասել, որ հիմա իսկապես այո, հաշված օրեր են մնացել հուլիս ամսից ես երգում եմ Jingle Bells, Jingle Bells եւ այո, արդեն ժամանակն է եւ արդեն ամանորին այդքան մոտ ենք։ Այո, տոնական տրամադրությունը իսկապես զգացվում է մեր տաղավարում, առհասարակ երեք թե ձեր տներում, այն էլ ամբողջ Երևանում։ Երեք բացեցինք մենք տոնածառը, այո, լույսերով վառեցինք, հրավառություն եղավ։ Եվ տաղավարում այո, տոնածառի լույսեր են, Անահիտ, ինչպես տաղավարում, այո, Հանրապետության հրապարակում երեք գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին, շնորհավորում ենք, իսկապես այն շատ սպասված իրադարձություն էր մեր մայրաքաղաքի։ Այնտեղ չեք եղել, որովհետև ահա որ շատ էին մարդիկ, շատ, եթե այնտեղ չեք եղել, տեսեք թե ինչ շքեղ էր։ Ու ասեմ, որ Անահիտ, իմ կարծիքով ինչ-որ անտեսանելի կախարդական էներգիա կա այդ ամենում ու թող իսկապես հրաշքները շատ լինեն յուրաքանչյուրի կյանքում ու իհարկե յուրաքանչյուրիս կյանքում, ահա կադրեր տոնական երեկվա իրադարձությունից, որը իսկապես զարդարեց եւս մեկ անգամ մեր քաղաքը եւ իհարկե գեղեցկացրեց եւ հուսանք, որ այս տարին, նոր տարին մեզ կբերի շատ ու շատ երջանկություն ու շատ կարևոր խաղաղություն։ Այո, հուսանք եւ տա Աստված։ Երկուշաբթին բավական բարձր տրամադրությամբ ենք սկսում, հատկապես որ արժևում հագեցած եւ հյուրաշատ եթերներ ենք ունենալու սիրելի հեռուստադիտողներ, ունենալու ենք իհարկե ձեզ համար տարբեր հյուրեր, բայց հիմա ձեզ համար շատ լավ նորություն ունենք սիրելի հեռուստադիտողներ ու վստահ ենք, որ կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել մի վայրում, որտեղ ամեն բան հենց ձեզ համար են անում։ Այո, ինչպես ասեց Ավետը, արդեն տոները հաշված օրեր են մնացել, իսկապես հաշված օրեր, թե կորպորատիվներին, թե տոներին եւ հրաշալի երեկո անցկացնելու համար այլևս պետք չէ մտածել։ Ամեն օր շոու ծրագիր, կենթանի երգ եւ պար, բարձր տրամադրություն, համեղ խոհանոց, այս ամենը մեկ վայրում է Park Bridge-ում։ Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ տոնական երեկոները կդարձնի իսկապես անմոռանալի։ Նվիրեք ձեր թիմին կամ հյուրերին մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր պահ վերածվում է տոնի։ Տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Ծրագրեք ձեր երեկոն զանգահարելով 094 38 06 06 հեռախոսահամարով։
Եվրատեսիլին այս անգամ արդեն ներկայացնելով հաղթողներին։ Եվրատեսիլ 2025-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյու Դելիոզը իր Սեմոն երգով։ Նա ստացավ 248 միավոր։ Այո, Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտն իր Brave Heart երգով 4-րդ տեղը զբաղեցրեց եւ ի դեպ մանկական Եվրատեսիլ 2025-ի առաջին 4 հորիզոնականներից 3-ը հորիզոնականներից 3-ը զբաղեցրեցին հայ մասնակիցներ, այո։ Երկրորդ հորիզոնականում Ուկրաինայի մասնակից Սոֆիա Ներսիսյանը, երրորդ հորիզոնականում Վրաստանի մասնակից ներկայացուցիչ Անահիտ Աբգարյանը, իսկ չորրորդ հորիզոնականը մեր հրաշք Ալբերտ Արմենակյանը։ Մենք շնորհավորում ենք բոլորին։ Ֆրանսիացին հայ չէր։ Այո, եթե շատ խորանանք, հաստատ հայ արմատներ կունենա։ Շատ հրաշալի փոքրիկ է Ֆրանսիայի ներկայացուցիչը։ Իդեպ Անահիտ, ասեմ իմանաս, ես ուզում եմ քեզ տեղեկացնել, որ այսօր Դու ինձ համար լավ ոնց որ ինձ այո, քեզ շատ պետքական, այո։ Թեյ համաշխարհային օրն է այսօր, սիրելի հեռուստադիտողներ։ Շնորհավոր բոլոր թեյասերներ, հանդինս ինձ, այո, ավետ։ շնորհավորում եմ քեզ։ Ամեն օր միլիոնավոր մարդիկ նախընտրում են հենց իրենց օրը սկսել այս յուրահատուկ ու օգտակար ըմպելիքով եւ առանց թեյի չեն պատկերացնում իրենց օրը, ահա, խնդրեմ, վառապացույց հենց իմ ոտքին։ Որովհետև ըստ գիտնականների վարկածներից մեկի իհարկե թեյը որպես ըմպելիք բացահայտվել է Չինաստանում մեր թվարկությունից առաջ դեռ 2737 թվականին, երբ Շեն Նունգ կայսրը թեյի տերևները պատահաբար գցում է եռացող ջրի մեջ եւ բացահայտվում է թեյը։ Թեյի գաղտնիքը։ Այո, եւ թեյը գալիս հասնում է մեր օրեր, դառնում թեյախմության, ընկերական հանդիպումների, ընտանեկան ջերմ միջավայր ստեղծում է տաքուկ, անբաժան մասնիկը։ Հատկապես հիմա թեյը իսկապես սիրելի հեռուստադիտողներ շատ հաճելի է ըմպել, այնպես որ կարող եք պատրաստել ձեր նախընտրած թեյը ու վայելել, իսկ մենք էլ կպատմենք մեր քաղցր գործընկերոջ մասին, որը շատ յուրահատուկ է թեյի հետ հենց։ Սիրով ներկայացնենք մեր գործընկերոջը Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխված քաբլիտներից մինչեւ հատընտիր շոկոլադների, բազմազան տեսականի բացառապես անարաթունք, թարմ բաղադրիչներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևեդարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ Կոկո Ջամբոն։ Իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետանուշի փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ իհարկե բոլորիս շատ սիրելի Quest Nougat, կարամել եւ շոկոլադե գլազուր քաղցրություն, որը պարգևում է լավ տրամադրություն եւ էներգիա։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Այո, վայելեք ամեն պահը մեզ հետ միասին, իհարկե սիրելի հեռուստադիտողներ, որովհետև մենք պահերը մշակութային են լինելու։ Այո, մշակութային միջոցառումներով լի օր ենք ունենալու, մենք էլ փորձում ենք, այո, իսկապես անդրադառնալ այդ ամենին, որպեսզի դուք էլ տեղեկացված լինեք եւ մասնակցեք այդ ամենին։ Այո, այսօր հետաքրքիր ներկայացումների մասին ենք զրուցելու մեր հյուրերի հետ, նախ բոլոր ներկայացումների միջևս տոնական են։ Տոնական են, իդեպ երկու սահմանորյա մանկական մեկը պարային, լավ, առաջ չընկնենք, ձեզ հերթով ներկայացնենք, նախ կզրուցենք դեկտեմբերի 17-ին Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվող նոր Սանտա Կլաուսը ներկայացման առաջնախաղի մասին, որը վստահաբար ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծահասակներին կտեղափոխի հրաշքների աշխարհ։ Այո, այնուհետև սիրելի հեռուստադիտողներ կպատմենք Աերա արվեստի դպրոցի ամենամեծ նվերը պարային ներկայացման մասին, որը կկայանա դեկտեմբերի 27-ին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։ Չենք հեռանում մշակութային թեմաներից, չենք հեռանում։ Որովհետև հասցնելու ենք զրուցել նաև Սանտայի քարը մանկական ամանորյա երաժշտական ներկայացման մասին։ Ոյ մշակութային թեմաների շուրջ շատ զրույցներ ենք ունենալ, ես ուրախությամբ է ասացի, ես շատ սիրում եմ, երբ մեր օրը սկսվում է եւ ավարտվում մշակույթով։ Այո, մենք մեր մշտական էջերը Մեր մշտական էջերը կթերթենք, նաև կլսենք հոգեբանական կարևոր խորհուրդներ ու աստղագետ Լիլիթ Ալեքսանյանը մեզ կներկայացնի շաբաթվա աստղային պատկերը կենթանակերպի բոլոր նշանների։ Ասեք, տեսնենք խեցգետիններն ինչու են այսպեսին, ինչու, ինչի համար։ Ու բնականաբար կբացահայտենք օրվա բողոդրոտոմսը, խոհանոցում սաթենիկ այսպես օգտակար բաներ է պատրաստում բաղադրատոմսերով, բայց մինչև մեր սաթենիկին ողջունելը, ինչ անենք։
Երևի ներկայացնենք մեր գործընկերոջը։ Այո, սիրով ներկայացնենք։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1/11-ից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում, եւ սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականի եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի։ Դասական, պանրով, կծու, խրթխրթան խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան բաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Ավետ, ես ուզում եմ ճիշտ ասած, մինչեւ խոհանոց անցում կատարելը շնորհավորել մեր շատ սիրելի Սաթին, նա կարելի ասել բազմազավակ մայր է, ունի մեկ բավականին արդեն հասուն տղա, շատ գեղեցկադեմ, այո, մեր փոքրամարմին գեղեցիկ Սաթը ունի 2 բալիկ եւ 3 նրա փոքրիկ աղջնակի Լուսիի ծնունդն էր եւ իսկապես շնորհավորում ենք թե Լուսին, թե այս պարագայում մեր շատ սիրելի գործընկերոջը։ Այո, շնորհավորում ենք Սաթ եւ թույլ տուր Սաթին այսօր կոչել Մամա Կլաուս։ Մամա Կլաուս, Մամա Կլաուս այսօր մեզ համար կպատրաստի ուտեստներ։ Մամա Կլաուս, Սաթ, ողջույն, բարի լույս։ Մամա Կլաուս ասում է բարի լույս, իմ սիրելի գործընկերներ, Անահիտ, Ավետ, շնորհակալ եմ։ Առավոտից իրականում ստանում եմ բազում շնորհավորանքներ, շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ անսահման։ Մամա Կլաուս այսօր պատրաստելու է, իդեպ այսօրվանից սկսված ես պատրաստելու եմ այնպիսի համեղ կերակուրներ, որոնք կարող են ամանորյա ձեր սեղանը զարդարել։ Այո, այսօր հավ կա իմ սեղանի վրա դրված, որը պետք է համենվի սիրով, ամանորյա շնչով եւ արդեն տեղափոխենք ջեռոց։ Ինչու ամանորյա շնչով, որովհետեւ մեր տաղավարում տոնաստարները վստահ եմ, դուք արդեն նկատել եք, զարդարանքը կա, տրամադրությունը կա, հատկապես 3 գիշերը վարվեցին տոնածառի լույսերը, այդ հեքիաթային աշխարհին շատ երևանցիներ ներկա եղան, մենք էլ մի փոքր հատված կարողացանք գողանալ, շատ գեղեցիկ էր, տրամադրությունը ամանորյա է, այսօր ամսի 15-ն է, դուք պատկերացնում եք 15 օրից մենք նշելու ենք բոլորս միասին, այո, սպասված 2026 թվականը, ամանորը, դե ձեր ժամանակը, որպեսզի չվերցնեմ, չգողանամ, ասեմ ինչ եմ պատրաստելու։ Եթե հավ, միանշանակ արդեն բոլորս գիտենք, որ թռչնաֆաբրիկա, Զանգեզուր, համեղ հավ։ Սիրելի հեռուստադիտողներ, այս հավը ես պետք է համեմեմ, ինչպես նշեցի, սիրով, կիտրոնով, որը իմունային համակարգը բարձրացնում է, հատկապես այս վիրուսային շրջանում, եւ շատ հետաքրքիր համ է ստացվելու։ Սխտոր կա իմ սեղանի վրա դրված, կիտրոնը արդեն հասցրել եմ ցեդրան, քերիչով անցկացնել 2 կիտրոնի ցեդրան, այստեղ առանձին ափսեի մեջ, անուշ բույրը տարածել եմ տաղավարով 1, հասցնել եմ նաև, այո, սխտորը 1 կամ 2 ամենաշատը, բջեղ սխտորը քերիչով անցկացնեմ, քերիչը կողքիս վրա դրված է, եւ իհարկե համեմունքները, համեմունքներին կհասցնեմ անդրադառնալ։ Եկեք ներկայացնեմ այս պահին Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված տեսականին, որից ես այսօր օգտվել եմ հավից, ասեմ, որ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ, եւ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է, անարատ բարձրորակ թռչնամիս, սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ, հարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում, Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում, այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ, առաքում ամբողջ Երևանում, անվճար, զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն։ Ես
Վստահ եմ, հեռուստադիտողները այսօրվանից սկսած էլ ավելի ուշադիր կլինեն այն բաղադրատոմսերին, որոնք այստեղ կառաջարկվեն, եւ ասեմ, շատ հետաքրքիր շաբաթ է գալիք, շաբաթը մեծ սպասվելու հյուրեր ենք ունենալու։ Սիրված, սպասված, ճանաչված Փակագծերը չեմ բացելու, ասեմ, որ այստեղ նորից ամանորի համար նախատեսված տոնական համեղ աղցաններ, ուտեստներ, մի խոսքով չեմ ուզում այս պահին մանրանամ, ասեմ, որ պետք է ուշադիր լինեք եւ շնորհակալ ենք, որ ձեր օրը սկսում եք բարելույթի հետ միասին։ Ուզում եմ նաեւ ասեմ համեմունքների մասին։ Սիրելի հեռուստադիտողներ, արդեն հասցրել եմ, ինչպես նշեցի, քերիչով անցկացնել 2 կիտրոնի ցեդրաները, ես կլեցնեմ համեմունքի վրա, որոնք արդեն առանձնացրել եմ, այստեղ կավելացնեմ մարանիկի կողմից առաջարկված 4 պղպեղը, մի փոքր աղ կանեմ, կա կարմիր պղպեղ, սև պղպեղ, որպեսզի կզվությունը ապահովի, թե վստահ եմ, որ հեռուստադիտողներն արդեն գիտեն, ինչ է հարկավոր, իմ ձեռքի տակ կա ցիտրոն, ես ուզում եմ մի փոքր ցիտրոն էլ անեմ, դուք կարող եք ռոզմարին օգտագործել, լիմոնի ցեդրայի, լիմոնի հյութի հետ եւ ամբողջական լիմոնը, որը ես չեմ կտրելու հավը, մեջն եմ դնելու, այնպես որ շատ համապատասխան կլինի, դուք ինքներդ կարող եք որոշել, ցիտրոնի փոխարեն առաջարկում եմ կարող եք ռոզմարին վերցնել։ Ձեր էկրաններին եմ առանիկի տեսականին սիրով ներկայացնեմ, համեցեք։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանի կապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն, դե իհարկե արդյունքում ստեղծվում է անարատ արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ, այս պահի համար ամեն ինչ ասված է, ես հագնում եմ ձեռնոցս, հավը լավ համեմում եմ, մի քանի րոպե թողնելու եմ, ջեռոցը արդեն իսկ միացված է, որպեսզի տեղափոխեմ, մի խոսքով անելիքը շատ է, ժպիտով, սիրով խոսքս Անահիտին եւ Ավետին փոխանցեմ, թող նրանք շարունակեն, համեցեք։ Շնորհակալություն սա, շնորհակալ ենք օրը մեզ սիրով եւ իհարկե ողջավորությամբ սկսելու համար, օրը մեզ ողջավորությամբ սիրով ներկայացնելու համար, իսկ մենք սիրով ներկայացնենք մեր գործընկերոջը։ Եվ այսպես Նորապատ գրուպ ունիվերսալ անվտանգության ընկերությունն առանձնանում է վստահությամբ ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ ժամանակակից տեխնոլոգիաներով եւ շուրջօրյա հսկողությամբ ապահովում է այն, ինչը ամենակարևորն ու թանկն է ձեզ համար, առաջարկելով անձնական թիկնապահներից մինչև հուսալի պահակային ծառայություն, մշտական տեսահսկում եւ օպերատիվ արձագանք։ Նորապատ գրուպ ունիվերսալ անվտանգության ընկերության թիմի շնորհիվ կունենանք խաղաղություն, վստահություն եւ ապահովության զգացողություն ամեն օր ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ գրուպին։ Հեռախոսահամար 099 27 50 07 եւ իդեպ Ավետ Նորապատ գրուպ ունիվերսալ անվտանգության ընկերությանն անհրաժեշտ են հմուտ պատասխանատու եւ իհարկե որակավորված աշխատակիցներ, եթե ունեք արագ արձագանքման կարողություն եւ ցանկանում եք աշխատել կայուն եւ վստահելի թիմում, ապա զանգահարեք 099 27 50 07 հեռախոսահամարին։ Ես ուզում եմ տոնական տրամադրությունն ապահովել եւ իհարկե զարդարել ինձ եւս Անահիտ, եթե թույլ կտաս, ահա, վերջ, ես այլևս տոնական տրամադրություն։ Գիտես, մի փաստ կա ընդհանրապես, որ ես հենց այս պահին չեմ բարկանում։ Որ այս գույնը շատ համապատասխան է։ Սիրելի հեռուստադիտողներ, գովազդ մեր եթերում, որից հետո իհարկե մենք կշարունակենք։ Սիրելի հեռուստադիտողներ, ամանորյա զարդարանքից տեսար ազատվեցինք, Անահիտին մի փոքր դուր չէր եկել, բայց ամեն դեպքում ես նորից կփորձեմ, ինչպես ասում են, եւս կրկին փորձեմ։ Միշտ փորձիր, մինչև դեկտեմբերի 31-ը բաց, հետո չփորձես։ Հետո չէ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօր ինչպես խոստացանք առավոտյան, ավելի վաղ ասացինք, որ խոսելու ենք տարբեր մանկական ներկայացումներից եւ հիմա ուզում ենք ձեզ տեղեկացնել եւս մեկ կարևոր ներկայացման մասին։ Եվ այսպես, դեկտեմբերի 17-ից Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը փոքրիկ հանդիսատեսին հրավիրում է հեքիաթային ճամփորդության դեպի հեռավոր հյուսիս։ Նոր Սանտա Կլաուսը ներկայացնում է պատմություն հրաշքների մասին, որտեղ սիրված կերպարները կանգնում են կարևոր ընտրության առաջ, ում վստահել բարության եւ հավատքի շարունակական առաքելությունը։ Եվ այսպես սպասված ամանորյա ներկայացման մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ։ Տաղավարում են բեմադրիչ Սարգիս Շողունցը, բարի առավոտ Սարգիս։ Եվ իհարկե դերասաններ Լևն Ալբանզյանը եւ Սերգեյ Գրիգորյանը, բարի առավոտ։ Շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք, ձեզ հետ տոնական տրամադրություն բերեցիք, մենք էլ ուրախացանք եւ իհարկե
Չէ, Սերգեյ։ Ոնց որ այդքան Եվ իհարկե մենք տոնական տրամադրությամբ կշարունակենք։ Այո։ Կզարթնի։ Այ խոսենք արդեն հենց ներկայացման մասին։ Գաղափարը ումն էր, ով առաջարկեց, ով հավանեց, ով նախաձեռնեց Սարգիս։ Սարգիսին ուղղվեց։ Բարի լույս, նախ շատ ուրախ եմ լինել ձեր տաղավարում այսօր։ Թատրոնի տնօրենը Սուրեն Շավերդյանը առաջարկեց անել ամանորյա ներկայացում, դե ես էլ հանձնարարա անել այդ աշխատանքը։ Պիեսի հեղինակը ես եմ գրել պիեսը, դրամատուրգն եմ պիեսի։ Մասսական տեսաներում կաս դու։ Այո, զբաղված եմ անպայման։ Եվ նաև բեմադրեցի, գնացել ենք այն ճանապարհով, որ միշտ մտածել եմ, որ ամանորյա ներկայացումները պիտի լինեն հենց ամանորի թեմայով, որտեղ միշտ սովորություն ունենք, չէ, վերցնել ուրիշ Սովորական հեքիաթ վերջում ուղղակի ձմեռ պապին բերել։ Ուզեցի, որ այս տարի տենց չլինի, որովհետև միշտ երեխեքը այս մի շրջանն է, որ ունեն հնարավորությունը այդ հեքիաթի հետ առնչվելու, որոշեցի անեմ այդպես, որը հետո չի լինի խաղացանկում, որովհետև այս թեմայով է, բայց ենթադրում եմ մյուս տարի էլ հնարավոր կլինի խաղալ։ Հրաշալի։ Այո, հիմնական գործող անձինք Սանտա Կլաուսներն են։ Հակագծերը չբացվող չնայած չգիտեմ ինչի չենք բացում, առաջին ներկայացումից հետո բոլորը ստորիներով պատմում են ինչի մասն է ներկայացում ոչ մի գաղտնիք չի մնում։ Շատ ճիշտ է։ Դե իրականում վերնագիրը սակ, մի քիչ հուշում է նոր Սանտա Կլաուսը, հավանաբար այսպես անցնցում հինը նորին փոխարինելու եւ փոփոխությունը առաջարկելու տարբերակն է։ Մենք խոսեցինք այո ներկայացման մասին, տեսնում ես ինչ տաղանդավոր կուրսընկերներ ունեմ։ Ամեն առավոտ մի բարելույսին մեկը գալիս է եւ պատմում է իրենց գործնեության մասին։ Անահիտ, հիմա խոսենք դերասանների հետ, Լև, ով է ձեր կերպարը ներկայացման մեջ, ինչով է առանձնանում ու ինչ կպատմեք մեզ ներկայացման մասին։ Բացեք։ Դե քանի որ ներկայացումը փոքրիկների համար է, ինձ թվում է նրանց շահագրգռելու համար, մի փոքր հետաքրքրացնելու համար, կարծես թե կարելի է։ Բացեք, բայց քիչ։ Այո։ Իմ կերպարը հենց նոր Սանտան է, նորաստեղծ, հա, կարելի է տենց ասել, հա։ Նորածին Սանտան է, հա։ Իմ կերպարը Հենրի է անունը, ինքը սենց օրինակելի ամուսին է, շատ սիրող իր կնոջը եւ տղային։ Ասենց շատ գարմանիչնի ընտանիք են, էլի։ Սանտան ընտանիք ունի։ Դե մինչև Սանտա դառնալը Հարցնում ունի։ եք ներողություն, թե պատասխանում եք։ Հարցում ենք։ Ընտանիք ունի։ Սենց բանը, լրիվ սենց երջանիկ ընտանիքի ձևավորված կերպարներ են, իրար սիրող ու այդտենց շատ հետաքրքիր կերպար է, որովհետև ինքը տարբեր կողմերից է կառուցված էլի, նո Раскрывается сразу сторон։ Արդյոք բարդ չի նոր Սանտային ընդունել այդ մարտահրավեր, այսպես ասած, երեխաների համար հրաշք ու հեքիաթ ստեղծելու։ Դասական Սանտա Կլաուսից շեղվել է։ Չէ, դասական Սանտա Կլաուսից չենք շեղվել, նոր Սանտա Կլաուսը ոչ թե նորովի Սանտա Կլաուսը, այլ Սանտան փոխարինվում է նորով, որտեղ նախորդը գնում է թոշակի։ Սա գալիս է փոխարինելու։ Դժվար չի արդյոք իր համար։ Переход власти от одного к другому։ Քաղաքական, Այ հիմա Սերգեյին հարցեք, Սերգեյ, ես ոնց հասկանում, դուք ներկայացումից լավ տեղեկացված եք, հիմա պատմեք ձեր կերպարի մասին, ով է։ Ես ընդամենը էլֆ եմ։ Չէ, вообще սպիտակ մազերով ես պետք է լինեի Սանտա, բայց չգիտես ինչի Սակոն ինձ տեսավ էլֆ։ Բայց հետո մի քիչ ուզեց մեղմել դա, հա, ու նշանակեց ինձ գլխավոր էլֆ։ Աշտանի բարձրացումը դες մոտ ինչ-որ բան փոխեց, հասկացանք։ Սովետնիկ, հա, ոնց է։ Խորհրդական է, այո, Սանտայի խորհրդականը։ Այդքանը։ Կարևոր, վստահ եմ, կարևոր, շատ կարևոր առանձնահատուկ ու Այո, ես առանձնահատուկ եմ։ Առանձնահատուկ եք, այո։ Առանձնակի գիծի ապահովում է մի քիչ ավելի երկար է լինելու։ Ես պատկերացնում եմ դերասանների համար։ Ոնց են ընթանում փորձերը, ինչ ճանապարհով եք գնում սակ։ Փորձերը ընթանում են հրաշալի, շատ տոնական մթնոլորտ ու հավանաբար նաև ուրախ։ Հա, ուրախ, դե լինում է ստեղծագործական մտածում, գիտեք, լինում են ամեն ինչեր։ Հա, բայց հիմնականում շատ ուրախ է անցնում փորձերը, ծիծաղով եւ այլն բան։ Սարգիս, մեկ հարց հստակեցնելու համար, ռուսալեզու է ներկայացումը, թե ներկայացումը երկու լեզվով է լինելու եւ ոչ թե ընթացքում, այլ եւ մեկ հայերեն տարբերակ, այսինքն երեխաները պետք է գան սխմեն մեկ հայերենը դիտելու համար, սխմեն երկու ռուսալեզու
Սերգեյ չի թողելու ես այսօր խոսեմ։ Դա բանը, ուրեմն սեանսներ կան, որոնք լինեն ռուսերեն լեզվով, ռուսալեզու հանդիսատեսի համար եւ այն հանդիսատեսը, որը նախընտրում է մեր թատրոնը, բայց նաեւ ուզում է հայերենը լսել, ունենք նրանց համար նաեւ հայերենը, այո։ Մենք եւս մի քանի հարց ունենք, բայց կարծես թե եկեք գովազդով մեր հարցերը ենք վերադառնանք։ Լույս մենք վերադարձանք եւ իհարկե խոսելու ենք Ամանորյան ներկայացման մասին ու շարունակենք մեր զրույցը։ Սարգիս, ոնց հասկացանք ահագին շատ դերասանական կազմ է հավաքված, 23 հոգի, չէ՞, եթե չեմ սխալվում։ 23 դերասան։ Կխնդրեմ ներկայացնես ովքեր կան հիմնական կազմում։ Գլխավոր դերակատարը առաջին Սանտա Կլաուսը Վիչեսլավ Շամիրյանն է։ Այո, մոռացել եմ անունները բոլոր չեմ։ Դյացլավան։ Տենց ասում միշտ մոռանում ազգանում։ Վերոնիկա Սարոյանը Միսիս Կլաուսն է, ուրեմն Դելևը նոր Սանտա Կլաուսն է, ունենք Վազգենով դուբլյորն է, Վազգեն։ Սա ազգանները եթե չես հիշում։ Վազգեն չեմ հիշում։ Յանան Գրիգը դե Սերգեյը գլխավոր էլֆն է, մեր սերի կարդինալն է ներկայացման։ Արեն Խաչատրյանը, Ելենա Եսայանը։ Մի խոսքով բազմամարդ ներկայացումը բավականին հրաշալի է։ Շատ կարևոր է, ես վստահ եմ, որ շատ գունեղ ու հետաքրքիր ներկայացում է սպասվում փոքրիկներին։ Ինձ հետաքրքիր է, ինչն է նպատակը ըստ ձեզ, Լև, ինչ կտանեն երեխաները ներկայացումից իրենց հետ։ Ինչն է գլխավոր խորհուրդը։ Գլխավոր խորհուրդը, ինչպես միշտ, որ միշտ բարին հաղթում է չարը, նախ, երկրորդը լինել սիրող, լինել ընդունող, լինել լսող եւ երազող, այո, որովհետեւ առանց երազանքի հնարավոր չէ ամեն մեկն էլ ցանկացած մարդ, թե պուճուր, թե մեծահասակ, ամեն մեկս էլ մեր երազանքը ունենք ու նպատակն է որ հավատաք ձեր երազանքին, իրականանա երազանքը ու եթե մի երազանքը իրականացել է, մյուս երազանքին անցնես, այտենց էտապներով շարունակական լինի։ Երբեք չկորցնել առասարակ երազելու կարողությունը եւ հավատը։ Ես իմ տեսակով շատ երազող եմ ու միշտ հավատում եմ, որ այդ երազները իրականանում են, փորձել եմ այդ հեքիաթն էլ դրա մասին անել, որ երեխեքն էլ դա սովորեն, դա որտեվ երազելը լավ բան է։ Սարգիս, ամենամեծ երազանքը ո՞րն է եղել, որը կատարվել է։ Եվ արդյոք դա եղել է մանկական երազանք։ Հա, եղել է մանկական երազանք եւ հիմա իմ մանկական երազանքը տանը պարկած է։ Եվ պարկած է ոչ մենակ, արդեն պարկած է հղի։ Սարգիս։ Մենք գիտեինք սրա մասին իրականում, այո։ Ես չգիտեի։ Եթերը օգտագործեմ եւ փոքրիկ ֆրազ ուզում եմ ասել, հաս, ես սիրում եմ քեզ։ Բայց հավատան։ Այո, Հասմիկի եւ Սարգիսի սերը իսկապես այտենց հեքիաթային էր, մենք ամբողջ կուրսով ավելի շատ ենք ուրախացել, քան Հասմիկն ու Սարգիսը։ Սերգեյ, ասենց լավ նոտայով ուզում եմ դուք ասեք, ինչ եք ուզում, որ երեխաները սովորեն ու իրենց հետ տանեն ներկայացումից։ Միայն լավն ու դրականը մանկական ներկայացում այցելելու, հա, ժամանակ իրանց ֆանտազիաները զարգանում է, ավելի շատ ուժեղանում է, մենք փորձում ենք դրան նպաստենք։ Հրաշալի։ Իսկ շատ հետաքրքիր է ներողությունով, շատ հետաքրքիր է մանկական ներկայացման եւ առասարակ սովորական ներկայացման կլինի-դրամատիկ, տրագիկոմեդիա, մեծերի եւ փոքրերի համար խաղալու մեջ կա բարդություն ձեզ համար։ Բարդություն չկա, ասեմ ավելին, որ դերասանը հենց սկզբից պետք է անցնի այդ շկոլան, կոփվի մանկականում, որ ինքը ավելի հմուտ լինի մեծերի համար ներկայացմանը, ճիշտը դա է, դա մեծ շկոլա է, մեծ դպրոց է, որ պետք է դերասանը անցնի։ Այո, մենք բոլորս ինստիտուտի տարբերից երևի թե պետք է անկեղծ լինել հանդիսատեսի հետ, երեխաների հետ։ Ավելի դժվար է։ Այո, փոքրերի համար շատ դժվար է խաղալ, ներկայացնել, որովհետև դու պետք է այնքան հմուտ լինես, որ բան անես, երեխան հավատա, որ դու էլֆ ես, որովհետև երեխան կարա շատ հանգիստ կանգնի, ասի մամ, չեմ ուզում, ես դյադյան վատնա։ Հատկապես հիմա շատ փոքրիկ Ստանիսլավսկի երեխաներ կան, ովքեր ուղղակի նայում են, ասում են նիվերի եւ անցնում են առաջ։ Այո, շատ բարդ է երեխաների համար միշտ շատ բարդ է խաղալ, բարդ է իրանց ուշադրությունը պահել կես ժամ, մի ժամ, նայած քանի ժամ է, ինչքան տևություն է
ներկայացումը ինչքան է տևում, իրանց ուշադրությունը գրավել շատ դժվար է ու պահել այդ ուշադրությունը։ Մեծերին ավելի հեշտ է։ Ու ցանկացած թատերական ավարտած, գիտեք, այդ Սիրոժի ասածը ճիշտ է, որ մանկականներում կոպվում ես մանրից, արդեն հետո մեծահասակների համար ներկայացում խաղալը ավելի, չեմ ասի հեշտ է, բայց արդեն որոշակի փորձ ես վստահ եմ, որ երեխաները դեկտեմբերի 17-ից սկսած հրաշալի մանկական հեքիաթի են ականատես լինելու։ Սարգիս, որպես ռեժիսոր, խնդրում եմ վերջում հիշեցնենք ներկայացման առաջնախաղի օրը, տեղը եւ ժամը ու ինչպես նաեւ թե ինչպես կարող են ծանոթանալ մյուս սեանսներին։ Բնականաբար կարող են ծանոթանալ ներկայացման օրերին։ Գրերեք Երևի ես ասեմ։ Չէ, ես ասեմ 17-ից ենք խաղում դեկտեմբերի։ Սարգիսին հիմա բարձաբայում ակի խոհանոցից ձայներ են գալիս այնտեղ հավիկի հետ կապված։ Մենք աշխատում ենք լայվ խոհանոցում, ինչպես ասում ենք այնքանի, այո, ամեն բան հնարավոր է Սարգիս։ Դեկտեմբերի 17-ից բոլորին սպասում ենք, կարող եք տեղեկանալ թատրոնի դրամարկղից, զանգահարել, ճիշտ ասած համարը չեմ հիշում։ Եվ on-line չէ, կարծես թե on-line տեղադրված է նաև օրերը։ Մեկ տոմսարկղ այեմից։ Այո, լավ, հրաշալի։ Դեկտեմբերի 17-ից սիրելի հեռուստադիտողներ, այո, դուք կարող եք ներկա լինել մանկական հրաշալի ներկայացման եւ իհարկե ձեր երեխաներին ու փոքրիկներին դարձնել այս հրաշալի ներկայացման մասը։ Այցելեք շատ թատրոններ ու իհարկե նաեւ Ստանիսլավսկի անվան թատրոն։ Իսկ այս պահին Անահիտը ես քեզ առաջարկում եմ շարունակել եթերը եւ իհարկե այո, մենք գիտեք, խոսեցինք խոհանոցից, ես շատ լավ հասկանում եմ մեր հյուրերին, իհարկե շատ շնորհակալություն, որ այստեղ եք, հուսով եմ շատ դրական էներգիաներ ստացեք, մինչև այժմ ստանում եք։ Այնտեղ քանի որ սաթային հավի հետ մտել եմ մենամարտը եւ ձայներ են լսվում, այսպես մի փոքր անգամ բույրեր կան, որ փոքրիչ տարածված է, ես ուզում եմ հպանցի կատարում կատարել մինչև այնտեղ ես դες ասեմ, որ իրականում սաթի պատրաստած բաղադրատոմսները թե ընթացքում են հետաքրքիր, թե վերջնարդյունքն է հետաքրքիր ու համեղ։ Իսկ առհասարակ յուրաքանչյուր բաղադրատոմս էլ ավելի համեղ են դարձնում մեր շատ սիրելի գործընկերոջ Մարանիկի համեմունքները եւ հենց Մարանիկը հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ներկայացնում է համի իսկական հրավառություն համի խոհանոցում էլ այո կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկումը։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ նաեւ պատմություն, ոչ միայն համ, այլ նաեւ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Իսկ մենք շարունակում ենք մեր հետաքրքիր եթերը ու այս պահին չենք կարող չանել դա, պետք է տեղափոխվենք խոհանոց ու տեսնենք թե ինչ է այնտեղ կատարվում։ Սա Դες ինչ օրն ես բնակալություն խոսքը փոխանցելու համար ասեմ մեր գործընկերները, իմ գոլեգաները բարձր տրամադրություն ունեն, դա հենց այնպես չէ։ Ինչու, որովհետև ես այստեղ հավը համեմում է։ Հիմա ես որ ցույց տամ, ձեր մոտ էլ ծիծաղ կառաջացնի, բայց վստահ եմ, որ գրի կառնեք, կպատրաստեք ամանորյա սեղանի համար։ Հիմա ինչի հարկավոր։ Երկրորդ զույգ ձեռնոցն եմ հագնում, մեզ հարկավոր է ամբողջական հավ։ Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված, որը հալեցրել եմ, հասցրել եմ այն աստիճանի, որի հետ կարող եմ հենց հիմա աշխատել։ Շատ բարձ բաղադրիչներ են հարկավոր։ Կիտրոն, մի քանի հատ, կիտրոնի ցեդրան եմ օգտագործել եւ հիմա այստեղ համեմունքներ ունենք։ Համեմունքները ես համեմել եմ։ Հիմա ինչ եմ արել։ Ձեռնոցները քանի որ հիմա հայքին են, ես կարող եմ հանգիստ ասել, որ կիտրոնը հավին տալիս է նուրբ, թթվահամ, բայց նաեւ օգնում է մարսողությանը։ Այն պարունակում է շատ վիտամին C, որը բարձրացնում է իմունիտետը, մաքրում է օրգանիզմը։ Իսկ հավը մեր սիրելի սպիտակ միսը հարուստ է սպիտակուցներով, շատ ավելի դյուրամարս է, քան կարմիր միսը։ Իսկ եթե ուզում եք առողջ սնվել, միևնույն ժամանակ պետք է հետևեք Բարի լույսի իմ առաջարկած բաղադրատոմսերին։ Ինչ եմ արել։ Կաշին, գուցե դրա համար էի ասում ծիծաղելի լինի։ Կաշին առանձնացրել եմ, կիտրոնը կտրատել եմ, դրել եմ այստեղ, արանքները կաշվի մեջտեղում։ Ամբողջական հավը բաց եմ արել եւ հիմա այն մյուս կիտրոնը երկու մասի կբաժանեմ, երկու լավ 3 եւ նորից մեջն եմ դնելու։ Հավի։ Հետո տեղափոխելի ենք արդեն ջեռոց։ Շատ համեղ է,
Ջեռոցը բարձր ջերմաստիճանի տակ է, 200 ջերմաստիճանի տակ թողնելու եմ եւ իհարկե մատուցելուց առաջ ես կիտրոնները, որոնք դրված են, հանելու եմ։ Կտրելու ենք շատ գեղեցիկ կուրочка է ստացվելու կարամելիզացված, այնպես որ եկեք տեղափոխենք այստեղ յուղաթղթի վրա մի հատ էլ ես ամբողջական տարածեմ համեմունքները, ցեդրան 2 կիտրոնի համեմունքները, որոնք նախատեսված են հավի համար եւ իհարկե այն իրականում համեմունքները, որոնք դուք սիրում եք, նախընտրում եք, ձեր քիմքին համապատասխան է։ Գաղտնիքներից մեկը նա է, որ անպայման պետք է կաշին առանձնացնեք հավի կրծքամսից, որ կարողանաք մանր, բարակ, մոտավոր 1 սանտիմետր հաստությամբ կիտրոնը, որը կտրատել եք, կարողանաք տեղավորել կաշվի արանքը։ Այստեղ եթե նկատեք, ես տարբեր հատվածներում տեղավորել եմ։ Ահա, ամբողջությամբ պատրաստ է մի հատ, մի րոպե։ Շատ համեղ է լինելու։ Հուսամ կհասցնի մեր եթերային ժամանակի մեջ տեղավորվել, պատրաստվել։ Ես մինչև կտեղափոխեմ ջեռոց, ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջը։ Եթե ժամանակ չունեք, քաղցած եք, արագ ուզում եք որևէ բան պատրաստել, աթենքի նագետները, հավի ձողիկները հենց ձեր համար է 4-ից 6 րոպեների ընթացքում կարողանում եք պատրաստել։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև աթենքի հավի նագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար աթենքը առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի, դասական, պաներով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ աթենքի հավի նագետների պատրաստումը, ինչպես նշեցի, տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ել ավելի ժամանցային։ Խոսմանս համաձայն ջեռոց տեղափոխեմ հավը, որը համեմված է կիտրոնով, սիրով, տարբեր համեմունքներով։ Ես նորից եմ ասում, հուսամ կհասցնեի պատրաստվել, որովհետև այդ ամբողջ բույրը, որը հիմա ես տարածել եմ համեմունքների շնորհիվ ամբողջ տաղավարով մեկ, կարամելիզացված արտաքինն էլ բոլորս կտեսնենք, դե ի վերջո, եթերի վերջում մեր ավանդույթի համաձայն կհասցնենք վայելել, որովհետև շատ գեղեցիկ ավանդույթ ունենք ձևավորված, բայց ուզում եմ ներկայացնել մեր մյուս գործընկերոջը։ Այո, համը կա, պատրաստել եմ, հավը ջեռոցի մեջ է, բայց մենք ունենք քաղցրություն ապահովող Ժակո, մեր հավատարիմ գործընկերոջը, որը առաջարկում է խրթխրթան կոնֆետներ, համեղ, տարատեսակ։ Սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատընտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով, շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր դրայվ վկուսան, գետնանուշի, փափուկ կարամելի, շոկոլադի իդեալական համադրությամբ բոլորի սիրելի կվեստը, նուգա կարամել, շոկոլադա գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն, ընտրեք ձեզ սիրելի համը, վայելեք ամեն պահը, հատկապես այսօրվա իմ հավի պատրաստման ընթացքը վստահ եմ շատ հեռուստադիտողներ վայելեցին, ճիշտ պահն է, բարձր տրամադրությամբ, համեղ շնչով, ոգով, խոսքս տեղափոխեմ Ավետին եւ Անահիտին, թող նրանք շարունակեն, դե ես կարգի բերեմ իմ խոհանոցը։ Խոսքը ձերն է, համեցեք։
Շնորհակալություն Սաթ, այո։ Սիրով վերցնում ենք քո խոսքը, բայց այն հավիկը, որը հիմա գտնվում է ջեռոցում, ունի կենսագրություն, պատմենք հավիկի կենսագրությունը։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, սիրով ներկայացնենք Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անհրատ եւ բարձրորակ մսամթերքը պատրաստված բնական պայմաններում սիրով ու պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է, անհրատ եւ բարձրորակ թռչնամից սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումն ամբողջ Երևանում անվճար է։ Զանգահարեք 041 01 01 42 հեռախոսահամարին Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, մենք կարծում եմ, որ իսկապես ձեզ համար, սիրելի հեռուստադիտողներ, ես կարծում եմ, որ ձեզ համար ապահովեցինք հրաշալի, հետաքրքիր ու կարևոր պահեր, իսկ այս պահին, ահա, մենք կրկին էկրաններին ենք եւ այս պահին առաջարկում ենք ձեզ կարճատև գովազդային դադարով ընդմիջվել։ Հետո հրավիրենք մեր մյուս հյուրերին։ Ունենանք զրույց։ Մնացեք մեզ հետ։ Բարի լույս, բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ։ Մենք վերադարձանք։ Այո, վերադարձանք եւ իհարկե, քանի որ խոսում ենք հրաշալի օրեր անցկացնելու մասին, սիրելի հեռուստադիտողներ, սպասված նորություն ունենք ձեզ համար, ուրեմն այսպես։ Հրաշալի երեկո անցկացնելու համար այլևս պետք չէ շատ մտածել, ամեն օր շոու ծրագիր, կենդանի երկու պար, բարձր տրամադրություն եւ իհարկե համեղ խոհանոց։ Այս ամենը մեկ վայրում, Park Bridge-ում։ Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ տոնական երեկոները կդարձնի իսկապես անմոռանալի։ Նվիրեք ձեր թիմին կամ հյուրերին մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր պահ վերածվում է տոնի։ Տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Ծրագրեք ձեր երեկոն զանգահարելով 094 38 0606 հեռախոսահամարով։ Ահա։ Բայց կա նաեւ եւս մեկ վայր, որ պետք է ամսի 27-ին, դեկտեմբերի 27-ին պարտադիր գնաք։ Եվ այո, մենք շատ սիրով կներկայացնենք, դե արվեստի դպրոցն արդեն ավելին քան 1 տասնամյակ է ինչ ձևավորում է ժամանակակից բարի լեզվով մտածող նոր սերունդ եւ միջազգային բեմերում հաղթանակներով եւ լայն շրջագայություններով աչքի ընկած դպրոց է։ Հենց դեկտեմբերի 27-ին, որ ասում էի, Էջմիածնի Կոմիտասի անվան մշակութային պալատում հանդիսատեսին կներկայացնի տարեվերջյան բացառիկ նախագիծը, կոչվում է ամենամեծ նվերը պարային ներկայացումը։ Սա ոչ միայն իհարկե պարային համերգ է, այլ նաև ամբողջական պատմություն, կախարդական աշխարհի, փորձությունների, հավատի եւ հրաշքի մասին, ավետ հրաշքի մասին։ Այսօր մենք հրաշքի մասին ենք առհասարակ սկսել օրը, որտեղ պարը այս պարագայում դառնում է պատմելու գլխավոր միջոցը։ Եվ իհարկե այս ամենի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, իսկ ես սիրով ներկայացնեմ մեր լավ ընկերներին եւ իհարկե մեր տաղանդավոր հյուրերին։ Տաղավարում են Այրա արվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ծովինար Ջիլավյանը։ Բարի առավոտ։ Եվ իհարկե Այրաշվիլի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Ռոբերտ Հակոբյանը։ Բարի առավոտ։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք, համոզված ենք, որ դուք էլ անհամբերությամբ սպասում եք դեկտեմբերի 27-ին, սպասված այս մեր ամենամեծ նվերը պարային ամանորյա ներկայացման մասին զրուցելու ենք իհարկե անպայման, բայց Սովինար, քանի որ դուք հիմնադիրն եք Այրայի ու 2010 թվականից արդեն դպրոցը մինչև օրս տարբեր հաղթանակներով, հաղթարշավով գնում է առաջ, թող այդպես էլ լինի ու այդպես էլ շարունակվի, բայց կարևոր ինչ սկզբունքներով եք առաջնորդվել այս տարիների ընթացքում, կխնդրեմ ներկայացնեք։ Դպրոցում սկզբունքները շատ են, բայց առաջնային ես կարևորում եմ սեր, մանկավարժին բնորոշող հոգեբանություն, որ շատ կարևոր է երեխաների հետ աշխատելուց, հոգատարություն եւ պրոֆեսիոնալ մոտեցում, ամենակարևորը։ Իսկ ինչպես դուք նշեցիք, դպրոցը անցել է բավականին երկար տարիներ, ունեցել ենք բավականին մրցույթների մասնակցություն, հաղթանակներ, տեսահոլովակների նկարահանումներ, մի քանի մեծ մենահամերգներ, տարբեր ես անձամբ ներկայ եմ եղել եւ հրաշալի է։ Այո, եւ սիրով նորից կարող ենք ձեզ ամսի 27-ին հրավիրել մեր սպասելի ամանորյա ծրագրին։ Մի փոքր կբացեք փակագծերը, որպեսզի հասկանանք։ Այստեղ լինելու է մի ընդհանուր պատմություն, բայց բարի լեզվով։ Ես այսպիսի բան չեմ հիշում, որ տեսած լինեմ, եթե իհարկե խոսքը բալետի մասին չէ, պարային ներկայացում, որը մի ամբողջ թեմա է ներկայացում, այլ ոչ թե առանձին հատվածները, ինչպես ծնվեց այս գաղափարը, ինչպես անցավ ու հասավ
որ կազմավորվեց այդ։ Գաղափարը սկսվեց անցած տարի մենք շատ փոքր տարբերակով, ոչ այսքան մեծ, ներկայացրեցինք ընդհանուր սյուժեի գաղափարը, միտքը Նորայրն է եղել, մեր թիմի անդամ։ Մեր լավ ընկերը ողջունենք նրան Նորայրին։ Ողջունում ենք։ Իսկ դրանից հետո անցած տարի փոքր ներկայացման փոքր հատված խաղացինք ու զգացինք, որ շատ սիրուն է լինում, երբ որ բարի լեզվով, բարի շարժումներով դու կարողանում ես այդ ամենը ներկայացնել ձմեռպապ, հավատալ հրաշքին, սպասել այդ երազանքին եւ այս տարի որոշեցինք ավելի մեծ, ավելի երկար տևողությամբ, ավելի զարգացումները ճիշտ ներկայացնելով ներկայացնենք ամսի 27-ին մեր ներկայացումը։ Այո, մենք էլ սիրով կսպասենք իհարկե։ Ծովներ, եւս մեկ հարց, միջազգային նախագծեր արդեն ասացինք, որ բազմաթիվ շրջագայություններ եւ իհարկե տարած հաղթանակներ։ Ինչ կարևոր նշանակություն ունեն այս փառատոնները, միջազգային մրցույթները AERA-ի համար։ Բնականաբար AERA-ի համար շատ կարևոր է, որ մասնակցությունը լինի, բայց դա շատ ոգևորող է երեխաներին։ Այո, երբ որ նրանք հաղթանակով վերադառնում են, նրանց մոտ աշխատասիրությունը էլ ավելի է բարձրանում։ Հավատը, որ նրանք կարող են, դա շատ կարևոր է ապարող երեխաների համար, որ իրենք իրենց հավատան, իրենց ուժերին հավատան, եւ ես չեմ զլանում, շատ եմ սիրում մրցակցություն։ Դա շատ կարևոր է, որ դու կարողանաս քո երեխաներին տանել։ Պուլսը միշտ պահում է, չէ՞, զարկերակը միշտ։ Ու դա շատ այդ նույն պուլսն էլ գալիս է հաջորդ դասին դահլիճ, այդ երեխայի մեջ դու տեսնում ես այդ կրակը, ոգևորությունը, որ նա հաջորդին էլ ավելի ուժեղ է պատրաստվում։ Ինչ գեղեցիկ եք խոսում երեխաների մասին, process-ի մասին, որ ասացիք մանկավարժ արդեն խոսքից է հասկացում, թե ինչպեսի մոտեցում պետք է ունենան նրանք։ Ծովինանը բազում տարիների 21 տարի, այո, ես չէի ուզում սխալ թիվ ասել, 21 տարի։ Եվ իհարկե այս ամբողջ ընթացքում Ռոբերտը, ով սոցցանցերում բազմաթիվ Արիաշվիլին, դա Արիայի ճյուղն է, կարծես թե Արիաշվիլիի մասին։ Ինչպես եղավ հիմնադրումը, Ռոբ, մեզ պատմի ու ինչ ոչի պարեր են ուսուցանվում այս ճյուղին։ Ես նոր էի տեղափոխվել Ռուսաստանից, Ավետ ջան, եւ իմ առաջարկով ընկեր Ծովիկին զանգ արեցի, ասեցի Ծովինար ջան, ուզում եմ համագործակցեմ, առաջարկս ընդունեց, միջ այսօր աշխատում ենք։ Շատ ուրախ եմ։ Միջ այսօր աշխատում ենք, այո։ Մենք նույնպես ամսի 27-ին ունենալու ենք մեր բաժինը, հաշվետու համերգա լինելու, որտեղ մեր սաները ելույթ են ունենալու կովկասյան պարերով։ Այո։ Մենք իհարկե սոցցանցերում վստահ եմ տեսած կլինես հաստատ Ռոբերտին, ով երեխաների հետ միասին միլիոնավոր դիտումներ է հավաքում, ոչ միայն հայկական, այլ նաև արդեն ԱՊՀ շուկանել ես կոտրել եւ դուրս ես եկել սահմաններից եւ իհարկե բազմաթիվ դիտումներ։ Այո, կովկասյան երաժշտությունը առասարակ միշտ վարակիչ հատկություն ունի, իհարկե արաբականն էլ, ես միշտ առանձնացնում եմ այդ երկուսը, այս պարագայում կովկասյան, վրացական այդ մելիզմները, ելևեջները միանգամից կարծես trend են դառնում եւ այդ trend-ի մեջ ձեր տաղանդն ու ձեր ունակությունները իհարկե սաների հետ ցուցադրելով իսկապես կարողացել եք գրավել։ Արդյոք շատ հետաքրքիր մի ուղղվածություն տվեցիր։ Սոցցանցերը դեր խաղում են առհասարակ դպրոցի գործունեության վրա, որովհետեւ չենք կարող չասել, որ դա շատ մեծ ազդեցություն ունի մեր առօրյայի եւ ժամերի, րոպեների վրա։ Համաձայն եմ, շատ մեծ ազդեցություն ունի, բայց մենք ունենք մեր սահմանը, որը չենք անցնում եւ ինչ որ չափով ներկայացնում ենք դպրոցի գործունեությունը, բայց թողնում ենք պատերի մեջ, որովհետեւ պատերի մեջ շատ ավելի աշխատանքը ճիշտ է ներկայացվում, ավելի շատ է արվում, քան սոցցանցերում, որը կարողանում ենք ցույց տալ։ Սոցցանցերում ուղղակի վայելքն է, որ նայում են ու ուրախանում են եւ ասում են այո, բայց ներսում թե ինչքան դժվարություններ է տեղի ունենում, մենք այդ ամենը չենք կարող ուղղակի ցույց տալ։ Հնարավոր չի, որովհետեւ երբ որ դու աշխատանքի մեջ ես, մոռանում ես այդ պահի մասին, թե որ դու պետքա ցույց տայր դա։ Ու հաճախել իմ կարծիքով պետք է չէ շատ բան ցույց տալ, որովհետև ինչպես ասում են, այո, պիտի մի փոքր էլ գաղտնիք մնա։ Վերադառնանք մի փոքր էլ արդյունքներ է, Ավետ ջան, չէ՞։ Իհարկե, շատ մարդիկ այսօր հենց այդպես է, իրականում միայն սոցցանցերի միջոցով կարողանում են մի խոսքով լավ։ Այո։ Թողնենք բոլորին հանգիստ։ Ամենամեծ նվերը ինչով է տարբերվում AERA-ի մյուս բեմադրություններից։ Նախորդ եւ նաեւ մյուս բեմադրություն։ Մենք երբևիցե չենք ունեցել նմանատիպ բեմադրություն, արդեն ինքը որպես առաջին անգամ նման ֆորմատով որ ներկայանում ենք, արդեն տարբերվում է, որովհետեւ բազմաթիվ գործողություններ ունեցել է AERA-ն, որ արվել է, բայց նմանատիպ որ լինի երաժշտության շատ կարևորել ենք երաժշտությունը, որովհետեւ ճաշակ ենք թելադրում երեխաներին ու նմանատիպ ֆորմատով մենք առաջին անգամ ենք հանդես գալու, արդեն ինքը տարբերվում է դրանով։
Խոսենք նաև հաշվետու համերգի մասին, որը ներկայացումից անմիջապես հետո էր լինելու, 1 ժամ դադար եւ հետո հաշվետու համերգ։ Այո, Rob Style պարային խումբն է անպայման լինելու, նաև Այրաշվիլի սաները, ովքեր ընկեր Rob-ի մոտ են։ Rob Style-ի մասով կարող եմ մի փոքր պատմեմ, որպեսզի պաստենի, ուրեմն մենք ներկայացնում ենք 4 մասնաճյուղ, մեզ մոտ միայն կովկասյան պարեր են, դե նաև մեր հայկական ենք ուսումնասիրում, բայց մեզ մոտ ավելի շատ Կովկասի վրա է հիմքը։ Հաշվետու համերգի ներկայացնում ենք թե Այրաշվիլի, թե Rob Style-ի նոր բեմադրությունները, այսինքն այս տարվա բոլոր բեմադրությունները։ Այն ինչ որ արվել է 1 տարվա ընթացքում։ Մենակ ծնողներն են լինելու հյուրերը, թե ինչ հանդիսատեսը մենք շատ կուզեինք, որ հանդիսատեսը լինեին, բայց քանի որ մենք մի փոքր ուշ պատրաստվեցինք, մեր դահլիճի տեղերը սահմանափակ է, այո, եթե ինչ միգուցե հունվարից հետո եւս նոր ներկայացում լինի, որովհետեւ ոնց հասկանում եք, տոմսերը սպառվել են արդեն, միգուցե դա դեռ 27-ից հետո բարձ կլինի։ Այո, ես վստահ եմ, որ ինչպես նախորդ անգամ, երբ մենք Սունդուկյան թատրոնում էինք, կրկին արդեն մյուսը ես մտածում եմ մարզահամերգային համալիրում։ Թող լինի, թող այնքան շատանան սաներ, այո, որ հենց այդպես լինի։ Ինչ ապագա ծրագրեր ունեք կապված AR-ի հետ, Ծովինար։ Շուտով, մի քանի օրից։ Իհարկե, երևի թե ես ներկա չեմ լինի, բայց Ռոբերտ Հակոբյանը երեխաների հետ կուղևորվեն Վրաստան։ Շատ հետաքրքիր համերգ փառատոն է սպասվում, ինչին պատրաստվում ենք ավելի ուժեղ, 21-ից մինչև 24 ընկած հատվածում երեխաները կներկայացնեն մեր աշխատանքը, իրենց աշխատանքը, իսկ հաջորդող ընթացքը սպասվում է նորից մեծ մենահամերգ, որտեղ բոլորս ներկա կլինենք ու եթե ստացվի ինչի՞ չէ, նաև մարզահամերգային համալիրում դա տեղի կունենա։ Հրաշալի։ Իհարկե մենք խոսում ենք հրաշքի մասին, չէ՞ որ հրաշքը նաև կապված է երազանքի հետ, իսկ երազանքները կատարվելու հատկություն ունեն անպայման, խոսքն էլ մեծ ուժ ունի, այնպես որ կհանդիպենք եւ կլուսաբանենք նաեւ այդ թեմայով։ Իսկ այս բանին ձեզ ասում ենք, որ շատ շնորհակալ ենք, որ մեզ հետ սկսեցիք ձեր օրը, ձեզ մեծ հաջողություններ ենք մաղթում, եւս մեկ անգամ կխնդրենք, որ հիշեցնեք օրը, որ կատարվել է եւ նաեւ երբեք դուք միշտ այստեղ մեր հյուրերը խոսքը հողում են հանդիսատեսին, հեռուստադիտողին։ Ես ուզում եմ, որ ձեր սաներին ինչ որ մի բան ասեք, ես սիրում եմ ձեզ։ Իրանք դա գիտեն, ես իրանք շատ եմ սիրում, շատ եմ սիրում եւ հավատում եմ իրանց։ Ես հավատում եմ իրանց ու գիտեմ, որ փոխադարձ սեր է մեր դպրոցում։ Դա շատ կարեւոր է, ես սիրում եմ իրենց, իրանք էլ սիրում են ինձ։ Ողջունում եմ բոլոր մեր դպրոցի սաներին։ Այո, շնորհակալ ենք AR-ին հրաշալի ընթացք ու շատ բուրըն ծափահարություններ ու իհարկե լեփլեցուն դահլիճներ։ Շնորհավորում ենք ու իհարկե շնորհակալ ենք, որ առավոտը մեզ հետ սկսեցիք։ Ձեզ լավ օր ենք մաղթում։ Տենց շնելի հեռուստադիտողներ, այս պահին գովազդ մեր եթերում, որից հետո կշարունակենք։ Սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ եւս մեկ անգամ։ Անահիտ, խոսեցինք, խոստացանք ու ասեցինք, որ այսօրվա առավոտը լինելու է իսկապես այսպես ամանորյա, հեքիաթային տաղավարն էլ արդեն զարդարված է, մենք էլ ամանորյա շնչով, տեսար։ Այո, ամանորյա թեմաներով։ Եվ իհարկե ամանորյա ներկայացումների թեման շարունակենք ու ամանորյա ներկայացումների իսկական հրավառություն է թատերական աշխարհում, բայց այս անգամ պատմելու ենք Սանտայի քարը մանկական ամանորյա երաժշտական ներկայացման մասին, որի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում։ Իսկ հետո արդեն սիրված հերոսների հետ միասին կարող եք հանդիպել Բոհեմ թատրոնում։ Մի խոսքով սպասված ներկայացում է լինելու, մանրամասների մասին կպատմեն հենց մեր հյուրերը։ Այո, տաղավարում են պիեսի հեղինակ եւ ռեժիսոր Նարեկ Ղարիբյանը, բարի առավոտ Նարեկ, դերասանուհիներ Մերի Ստեփանյանն ու Մարիա Պետրոսյանը, բարի լույս երեցուհիներ։ Տեսա՞ր։ Ճիշտ է։ Շնորհակալություն, որ օրը սկսում եք մեզ հետ, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շատ գեղեցիկ, շնորհակալ ենք, շատ գեղեցիկ հրաշքով լի թեմայի եք անդրադարձել, տարվա այս ամիսը պատահական չէ Նարեկ, բայց հետաքրքիր է, քանի որ հենց պիեսի հեղինակն եք եւ ռեժիսորը։ Միտքը երբ է առաջացել, այս տարի, նախորդ տարի։ Միտքը առաջացել է նախորդ տարի։ Մի տարի առաջ եմ գրել պիեսը, շատ պատահական է եկել գաղափարը իրականում։ Չեմ հիշի հիմա ինչ ներկայացում էի նայում, ավարտից հետո հասկացա, որ իմ կյանքում պակասում է այդ հեքիաթը իրականում, ես երբեք չեմ տեսել ներկայացում, որի մեջ օրինակ միշտ Սանտան կա։ Այո։
Հիմնականում ոնց է, չէ՞, Սանտան վերջում գալիս է շնորհավոր ամանոր, վերջ գնացիք։ Չէ, իմ մոտ հակառակն է սկզբից մինչև վերջ Սանտան կա, նրա մասին է։ Գործողություններին մասնակցում է, հա։ Նրա քարի մասին է։ Տենց մի հատ լեգենդ կա, որ Սանտան ունեցել է քար, որի միջոցով դրական էներգիա է փոխանցել ժողովրդին։ Իսպանական ինչ-որ լեգենդ է, տենց շատ քիչ գիտեմ դրա մասին, բայց այդ վերցրել եմ այդ գաղափարը։ Ու հասկացա, որ պիտի գրեմ, բայց չէի մտածում, որ պիտի բեմադրեմ նաև։ Գրեցի, հետո հասկացա, որ պիտի բեմադրեմ, բայց ֆինանսեր պետք է ըստ էության բեմադրելու համար։ Այս տարի առաջարկեցի Ձմերուկ կազմակերպությանը, չգիտեմ։ Գիտենք, այո։ Նրանք մեծ սիրով համաձայնեցին ու ոնց որ ֆինանսավորեցին։ Ունենք հիմա ներկայացումը, շատ ուրախ եմ։ Հրաշալի։ Նարեկ, փաստորեն կան Սանտան, ով գլխավոր հերոսն է, գլխավոր կերպարն է ու կա մինչև վերջ։ Ուրիշ էլ ինչ կերպարներ կան, բայց ես առաջարկում եմ դերասանուհիների հետ միասին զրուցենք։ Մարի, ինչ կերպարներ կան, ինչ հերոսներ կան։ Տեսեք, մենք այստեղ ունենք երկու շատ հետաքրքիր առանձնացված էլֆերի կերպարներ, դրանք մեր չարագործի էլֆերն են եւ արդեն Սանտայի էլֆերը, ես Սանտայի բարի էլֆիկն եմ։ Տեսեք շատ այսօր ձեր այո մի փոքր հուշում է դրա մասին մի փոքր այլ ունենք ներկայացման ժամանակ իրականում թե գունային սպեկտրի մասով թե դեկորների մասով շատ երկար քննարկումներ ենք ունեցել նաև հոգեբանների հետ որ հասկանանք թե ինչ գույներով կարող ենք ճիշտ ներկայացնել որովհետև երբ մենք գնում ենք ներկայացում գիտենք կանաչ կարմիր դեղին ու ամփոփվում ինչ առաջարկել հոգեբանը հետաքրքիր մեզ մուգ կապույտը եւ մանուշակագույնը առաջարկվեց որպես մեջիկի գույներ, հա, դրանք չարագործներին ենք տալիս, իսկ բարի էլֆերը լինելու են ցենց շատ բաց դեղին ինչ որ թույլ ավելի հեքիաթային էֆեկտի մեջ, մեր Սանտան իսկապես այն Սանտանա, որի մասին պատկերացնում ենք շատ հետաքրքիր, չգիտեմ իրաց դետալներով, ունենք մայրիկի պերսոնաժը, հա, որը էլի ցենց շատ թույլ դեղինի մեջ, այսինքն մոտեցել ենք այնպես, որպեսզի երեխան կարողանա նաև գունային ֆիքսել բոլորին։ Բեմանկարիչ չի աշխատել, հոգեբանը ասել է ինչ գույներ կարելի օգտագործել, բեմանկարիչը նոր որոշել է։ Եղել է մեկտեղված, հա, այսինքն առաջարկվել է հայերեն։ Դե ընդհանրապես այդպիսի թեորիա կա, չգիտեմ ինչպես է, բայց համաշխարհային դրամատուրգիայի մեջ հենց մանուշակագույն գույնը ասոցացվում է չար հերոսների հետ, եթե շարունակական այդ բանը նայեք, բոլոր կերպարներ ունեն չար մանուշակագույն հագուստի դետալներ։ Ներկայացման ուրեմն երաժշտություն է հնչել ընթացքում, որը ամբողջացնելու է բեմադրության այս թեման։ Ինչ երաժշտություն է հնչելու, ինչ է լսելու հանդիսատեսը։ Գրված է երաժշտությունը թե առհասարակ վերցված։ Համար գրված չի երաժշտությունը, վերցված է մի երկու երաժշտություն կա, որ հեղինակային իրավունքները պաշտպանված են, հարցրել եմ հեղինակից, այսպես ասած, վերցրել եմ, մնացածը Այնպիսի բաներ են, որոնք նաև լսված են, նաև սիրված են, այսինքն մենք փորձում ենք հնարավորինս ոչ թե շատ անծանոթ բաներ ներկայացնել հանդիսատեսին, այլ այն ինչը իրենց հոգուն հարազատ է, իրենք կգան կտեսնեն, այլ մենք երաժշտություններ կա, չէ, որ լսում ենք, ասոցացնում ամանորի հետ, բայց երբեք դա ոչ մի տեղում չենք տեսնում, բացի այն, որ մենք տանն ենք լսում։ Հետաքրքիր է իրականում, Մարիա, արի քո հետ միասին եւս խոսենք ներկայացման մասին, դու ում կերպարն ես մարմնավորում ու ինչպես եղավ առաջարկը քեզ։ Ես մարմնավորում եմ Լյուսի կերպարը։ Դու մարդ ես։ Առաջարկը ստացել եմ Նարեկից Ղարիբյան։ Նարեկ դուք եք կերվել Մարիայի այս անկեղծ ու սենց պարզ հայացքով։ Համ էլ Մարիային ես։ Այսքան մաքուր, ես իսկապես կերված եմ։ Ես վաղուց եմ ճանաչում երեխային։ Գիտեմ իր տաղանդի մասին, տենց մի անգամից իրան եմ հասկացել։ Ինչ դեր ունի քո կերպարը ներկայացման մեջ։ Ես 12-ից 13 տարեկան աղջիկ եմ, շատ սիրում եմ Սանտային ու շատ պատահական հայտնվում եմ Սանտայի խաղալիքների գործարանում։ Նկատում եմ ոնց են գողանում բախարդական քարը ու փորձում եմ օգնել Սանտային։ Այստեղ կայանում է ներկայացման գլխավոր կարծում եմ առաջին հենց խնդիրը, որ Սանտայի քարը գողանում են։ Այդ թե ինչպես է հայտնաբերվում, դրա մասին կիմանանք։ Որքանով էր բարդ երեխաների հետ աշխատել, արդյոք սա առաջին փորձն էր ձեր երեխաների հետ կենթանի աշխատելու։ Իրականում Ձմերուկ կազմակերպությունը, որ նշեցի։ Եկեք ուղղակի անունները։ Երեխաների հետ ես շատ աշխատել եմ մինչև այս։
Իսկ մաշոկի Էդեսյան տենց եմ ասում։ Մաշոկը շատ բավականին հեշտ է։ 10 օրում ինքը վերջ։ Իդեալական է իր մոտ ամեն ինչ։ Այդ տաղանդավոր աղջիկը։ Իսկ դուք ում կերպարն եք խաղում, միասին ունեք գծեր։ Հա, դուք ասացիք, որ դուք էլֆիկներից եք։ Այո։ Բիմ թիմ անուններով էլֆիկներ ենք, աղջիկ տղա, հա, ու գիտեք ինչն է շատ հետաքրքիր, մենք կարողացել ենք նաև հստակ բնավորություններ տալ բոլոր կերպարներին։ Այսինքն շատ դետալային մտածված է ամեն բան, որ կարողանանք էմոցիա փոխանցել։ Ոչ միայն մենք էլֆիկ ենք, այ այսպես ենք խոսում։ Ավելի փորձել ենք sense դետալային, հետաքրքիր, որ երեխաները ներկայացումից հետո կարողանան արտահայտել կարծիք, այսինքն ես սիրում եմ այսինչ կերպարին, որովհետև այ այսինչ պատկություններ ունեն։ Քննարկում կարողանան անել։ Հետաքրքիր է ներկայացման մասին մենք խոսեցինք կերպարների մասին, խոսեցինք էլֆերի մասին, այ ինչ դերասանական կազմ կա ներկայացման մեջ, բացի իհարկե գեղեցկուհիներից։ Ասեմ։ Իդեալս մեր նաև ադմինիստրատիվ հարցերով։ Դա երևաց։ Դա իսկապես երևաց։ Իմը բեմադրությունն է եւ գրել է։ Իրականում իմ մասով ես շատ եմ սիրում այս մասնագիտությունը, ինձ համար դա ապրելակերպ է ու չգիտեմ, մենք այս պահին տարբեր թատրոններում ունենք զբաղվածություն, չգիտեմ ոնց ենք հասցնում այդ ամենը, բայց ինձ շատ մեծ թրթիրով, այո, մեծ թրթիրով ու մեր դերասանական կազմը բոլորը ավարտած դերասաններ են, հա, ցենց երկար քննարկումների արդյունքում հասկացանք, որ այ պետք է լինեն այն մարդիկ, ովքեր արդեն փորձառու են նախ եւ առաջ, քանի որ ովքեր են զբաղված, անունները խնդրեմ։ Արամ Բաբուջյան, Նարեն Ավակյան, Լիլին Հակոբյան, Սիլվին Հակոբյան եւ արդեն մենք։ Բայց նարեկ դու ռեժիսորն ես, դու ավելի լավ պիտի հիշես։ Ես անունները։ Մենակ անունները, ազգանները չէ։ Ում պետք է առնչվի միայն անունները։ Շատ հետաքրքիր է Մարի ջան, դու փոքրիկ տարիքում, ավելի փոքրիկ, հիմա էլ ես փոքրիկ, գնացել ես մանկական ներկայացումներ, դպրոցով, մանկապարտեզով։ Այո, ես հաճախել եմ խմբակ Լուսինե Արշակյանի մոտ։ Դերասանական խմբակ։ Եվ այդտեղից սերը արդեն կար, ինչպես նաև տաղանդը, բայց մանկական ներկայացումներ գնացել ես նայելու որպես հանդիսատես։ Տարբեր, այո։ Այսպիսի ներկայացում տեսել ես որպես հանդիսատես։ Քիչ։ Բախտը բերել է երևի դու քիչ ես տեսել։ Այո, ամեն պարագայում բախտը բերել է, դու գոնե տեսել ես, բայց քիչ մենք չենք տեսել։ Ես ուզում եի ասել, Նարեկ, կխնդրեմ մեզ հիշեցնես, ներկայացման առաջնախաղը դեկտեմբերի 16-ին է Մերոն Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, այնուհետև Բոհեմ թատրոնում։ Կխնդրեմ հիմա օրերը մանրամասն մեզ ներկայացնես։ Դեկտեմբերի 16-ին պրեմիերան է Մերոն Մկրտչյան թատրոնում, դեկտեմբերի 24, 25, 27, 28, 29 եւ հունվարի 4 Բոհեմ թատրոնում կարող են դիտել այս ներկայացումը։ Հրաշալի, ինձ թվում է, որ երեխաները մեծ ոգևորությամբ, որովհետեւ ես ինչքան հասկացա եւ դա արդեն ակնհայտ երևում է, դուք բավականին շատ ջանք եք գործադրել, որպեսզի երեխաները դիտեն մանկական հետաքրքիր հրաշալի գունեղ ու հետաքրքիր ներկայացում։ Եվ շատ նուրբ եք մոտեցել։ Այո, ձեզ ծափարում ենք, հաջող ընթացք ենք մաղթում, թող պրեմիերաները անցնեն լեփլեցուն դահլիճում եւ իհարկե ոչ միայն պրեմիեր։ Չնայած 10 ներկայացում համարվում է պրեմիերա, բայց ամենը շնորհավորում ենք ու շնորհակալ ենք, որ շնորհակալություն ձեզ։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, ահա, արդեն գիտեք թե որտեղ գնալ, բոլոր ներկայացումների մասին խոսեցինք այսօր, իսկ այս պահին ընտրությունը ձերն է, բայց մենք առաջարկում ենք նաև դիտել Այո, գովազդ, բայց մնացեք մեզ հետ։